Եթե մենք սկսում ենք խոսել, մտածել եւ գործել ինչպես մարդիկ այս աշխարհի, ուրեմն ոչ մի փոփոխություն չի գալի, ոչ քո կյանքում, ոչ նրանց կյանքում, որ դու հասկանում ես, որ դու դրված ես այստեղ ներկայացնելու ուրիշ իրականություն եւ սկսում ես գործել համապատասխան դրան, դու կտեսնես, որ ամեն բան կսկսի քո շուրջը փոխվել։ Երկինքը ոչ միայն այն է, ուր դու գնում ես, այլ այն, ինչ դու կրում ես քո մեջ։ Երկնքի արքայությունը ոչ թե պետք է լինի հետո, ոչ թե ինչ որ մի օր, ոչ թե երբ որ մենք կմահանանք եւ կգնանք այնտեղ, այլ հիմա։ Եկեք ճիշտը խոսենք, երբ որ մենք փրկվում ենք, մեր հոգին փրկվում է, այն շունչը, որ մեր մեջ է, ինքը դեռ նորոգված չի։ Մենք ունենք դեռ հին սովորություններ։ Հին ձևով կարող է խոսենք, հին ձևով մտածենք, հին ձևով որոշում ընդունենք։ Եվ այդ դրա պատճառով չի լինում շարժ դեպի առաջ։ Երբ որ դուլ ենք տալի, որպեսզի Տերը նորոգի մեր միտքը, որպեսզի փոխի մեր անձը, այդ ժամանակ մենք սկսում ենք լինել նրա նման եւ գործել նրա նման։ Մեր Աստված ասեց հետեւյալ խոսքերը, Հովհաննես 14:12 ասում է, ճշմարիտ ասում եմ ձեզ, ով հավատում է ինձ, դու հավատում ես նրան։ Ասում է, ով հավատում է ինձ, ինքն էլ նույն գործերը կանի։